Հովանու 15:1-2 Հիսուսն ասում. Ես եմ ճշմարիտ որդը, և իմ հայրը մշակն է։ Գիտեք, հին ուխտում որդը խաղողի ծառն է, վազը։ Հին ուխտում Իսրայել ազգին խաղողի վազի են նմանեցրել։ Հայրը մշակն է եղել, փոխաբերական իմաստով։ Եվ Հիսուսն ասում է, ճշմարիտ որդը ես եմ։ Եթե ասում է ես եմ ճշմարիտ որդը, կնշանակի կեղծ որդեր կա, որդատունկ կա, կնշանակի կա մեկը, որ իրան դնում է որդատունկի տեղ։ Ճիշտ է, դա անտիքրիստոսն է։ Հակա Քրիստոսը, Սատանան մի խոսքով, որը շատ անուններ ունի, բայց մեր Աստված մի անուն ունի, տերերի Տեր, սորության Աստված։ Ու էդի հերիքա, որ ինքը սարսափի ու փախնի։ Հալելույա։ Հիսուսն ասում է, ես եմ ճշմարիտ որդը, և իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, նա կտրում է նրան, և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտուղ լինի։ Այստեղ խոսքը վերաբերվում է ոչ թե մենակ որդատունկին, նաև ճյուղերին։ Ճյուղերը ինքը ներկայացնում է խաղողի աշակերտներին, բայց այսօր ես ու դու ենք այդ ճյուղերը, ու հայրը մշակում է։ Եթե մենք որդատունկի վրա պատվաստված ենք, մենք պիտի խաղող բերենք, մենք պիտի Հիսուսի նման պտուղներ ունենանք մեր մեջ, գործերը մեր կնշանակի։ Եթե իմ միջից չարությունը դուրս գալիս, կնշանակի ես ազոխ եմ բերում, սխալ պտուղ եմ բերում։ Ես չունեմ այն պտուղը, որը Հիսուսին էր, որտեղ մեկը եկավ և Հիսուսին ասեց բարի վարդապետ, կնշանակի բարիք էին տեսել իրանից։ Ճիշտ է, Հիսուսը բարի է, բայց մարդիկ չարանում են, երբ որ ինչ-որ բան իրանց ուզածով չի լինում։ Եթե մենք պատվաստված ենք Հիսուսի վրա, ու հայրը մեր մշակն է, մենք ճշմարիտ պտուղներ պիտի բերենք, մենք պիտի բարություն ունենանք, քաղցրություն ունենանք, սեր ունենանք, համբերություն ունենանք, խաղաղություն պիտի լինի մեր մեջ, բայց ոչ կլիներ։ Հովանու 15:7 Եթե դուք իմ մեջ մնաք, և իմ խոսքն էլ ձեր մեջ մնա, ինչ որ ուզեք, պիտի խնդրեք ու պիտի լինի։ Աստված մեզ իր լավագույն որպես ստեղծագործություն, սա է ասում, որ մնանք իրա մեջ ու իրանից չկտրվենք։ Բայց Սատանան ուզում է մեզ կտրի։ Մեզ կտրի, իսկ կտրված ճյուղը արմատից եթե կտրվում է, ինչ է լինում։ Չորանում է և մեռնում է։ Սատանան ուզում է, որ մենք կտրվենք, որ մենք մեռնենք, որ մենք արդյունքի չհասնենք։ Սատանան ամեն ինչ է անում և կասկած է բերում։ Իրոք Աստված ասաց։ Հա? Եվա ջան, իսկականից Աստված ասեց, որ կուտեք ու կմեռնեք։ Երբ Սատանան Հիսուսին մոտեցավ, որ 40 օր ծոմապահության մեջ էր Հիսուսը, անապատ էր տարվել, իրականում անապատ, ճիշտ է, Հիսուսը շատ էր գնում անապատ, խաղաղ տեղ ա եղել, որտեղ ինքը աղոթել է, բայց մեր հոգու անապատը նկատի ունի նաև։ Եթե քո ներսը չորություն կա, քո ներսը կա նեղություն, Սատանան հայտնվում է։ Ինքը ջոկում է, որ դու նեղությունների մեջ ես, ինքը հայտնվում է կասկած է գցում։ Հիսուսը 40 օր ոչինչ չէր կերել, և Սատանան հայտնվեց, ու եկավ, ու ասեց, քարերին ասա, որ հաց դառնան։ Հետո ինչ արեց Հիսուսին։ Եթե Աստծո որդին ես, իհարկե, այս քարերին ասա։ Եթե Աստծո որդին ես, հետո տանում է մի բարձր տեղ և ասում է, քեզ գցի, հրեշտակները կպահեն քեզ։ Ու եթե Աստծո որդին ես, երկրպագի ինձ, այս բոլոր թագավորությունների փառքը քեզ եմ տալու։ Հիսուս այդ ամենին մի բան պատասխանեց,
գրված է, ինքը մերժում էր սատանայի բոլոր ասացները։ Մենք ինչ ենք անում, երբ որ այդ մտքերը գալիս է, եթե ես Աստծո որդին եմ, բխի եմ այս վիճակին։ Ինչի էս եղավ իմ հետ, բա ինչի իմ երեխեքը, բա ինչի իմ ֆինանսականը, բա ինչի իմ հերնումերը, ինչքան ա եղել, որ տենց բաներ ենք, չէ՞, եկեք այդ մտքերին չլսենք, այլ Հիսուսի նման, ասենք գրված է, հացով չի ապրում մարդ, այլ Աստծո խոսքով, որովհետև եթե քո մեջ կա Աստծո խոսքը, եթե դու գիրքը լավ ես կարդացել, դու ոչ թե մենակ անգիր արած համարներ կունենաս, այլ նաև այդ համարները քո միջից կսկսեն ապրել ու ձայն տալ, ու դու նեղության ժամանակ կհիշես, այս պահին դու ով ես, դու Հոսեփ ես, դու Դավիթ ես, դու ով ես, ինչը քո միջից կպատասխանի, երբ որ մեկը անիծում էր Դավիթին, Դավիթն ինչ ասեց, նեղված մարդ է, ես իրան բան չեմ կարող ասել, երբ որ դրեցին Սավողին իր դեմ, ասեց ես Աստծո օծյալին ձեռք չեմ տա, Դավիթը երբեք չարություն իր միջից չէր դուրս գալիս, Հովսեփը, երբ որ իր վաճառողները եկան իր մոտ, ասեց եթե Աստված էսի չաներ, Էսի Աստծո ծրագիրն էր, որ ես նախորդ գնայի, որ հետո ձեր բոլորին փրկեի, թե չէ ես ուրիշ ձև, ստեղ չէի հայտնվի, ներում էր Հոսեփը, ես ուզում եմ իսկապես սատանայի ամեն կրակոտ նետերին, մենք Աստծո զորության նետերը ուղարկենք, կայծերը, կայծակները, ամպրոպները Աստծո ուղարկենք ու մարենք իրա, և Հիսուսն ասում էր, գրված է, հացով չի մենակ ապրում մարդ, այլ Աստծո բերնից հելած ամեն խոսքով, եթե Աստծո բերնից հելել ավ էդի սովորել ես, քո բերնից էլ էդ կրակը կարնի, դու զորություն կունենաս, ու դու խեղճ մեկը չես, դու Աստծո աղջիկն ես, տղեն ես, դու զորություն ունես, դու կարաս քանդես, ամեն դժվարություն, ինչ էլ եկել է քո դեմ, գրված է, քո դեր Աստծուն, չփորձես, երբ որ ասում վերևից գցի, սի Հիսուսն է պատասխանում, Եվ երորդի ինչ ասում, ետից գնաս սատանա, քո դեր Աստծուն մենը կպաշտես ու երկրպագես էդ ագրված, ես ուրիշ մեկի չեմ պաշտելու, կարող է ինչ որ մեկը փող բերի այն ժամանակ, որ երբ որ ես շատ դրա կարիքն ունենամ ու սպասի, որ ես իրան պաշտեմ, հիշում եք այն կինը, որ ասել էր, եթե Աստված է տալիս սատանային էլ կհրամայի, որ փող տա ինձ, որտեղ եթե Աստված է տալիս, Ես մենակ մեկը Աստծուն եմ փառավորելու, ես մենակ Աստծուն եմ փառավորելու, ես չեմ ուզում Աստծուց կտրված ճյուղ լինել, ես ուզում եմ Աստծո վրա պատվաստված լինել ու հայրը որպես մշակ մեզ սկսի մաքրել, մի քիչ կարա ցավայել, որտեղ կարա այդ վերքը խորը լինի, բայց Տերը բժշկում է, երբ որ քեզ վիրահատում են, ցավում է, չէ, ճիշտ է մի քիչ թմրեցնում են, բայց ցավում է, չէ, հետո երբ որ այդ թմրացությունն անցնում է, բայց արդյունքում դու բժշկվում ես, Աստված կարա այդ վիրահատությունն անի, ու անում է, ուղղակի մեզ ամնում, գոհանամ, գոհացող սիրտ ունենանք, որտեղ Աստված չի սիրում, երբ որ տրտնջում են, Հիսուսը այն մարդկանց, ովքեր գալիս էին իրանից շնորհակալություն էին հայտնում, երբ որ մեկին ինչ որ բան էր արածնում, ինքը ասում էր գնա պատմի, Աստված ինչ արեց, այսինքն եթե ես եմ արել, ուրեմն Աստված արել, եթե այսօր մեզնից մեկը ինչ որ մեկի համար աղոթի ու ինքը մեռելներից հարություն արածանի, կարող է ասեն աղբյուր ասած ռեկլամ անենք մեզ, ճիշտ է, բայց ես չեմ արել, Տերն արել, մենք ընդամենը մի հատ լար ենք, որ միանում ենք այդ բնական գեներատորին, որից հոսանքը գալիս է ու միանում է, դու կարաս էլի, բայց մի բան, առանց իրա ոչինչ չես կարող անես, առանց իրա մենք կմեռնենք, մենք ազող կունենանք, ես ռուսերենում նայեցի այդ ազողը ասում էր վատ պտուղ, փչացած պտուղ, այո, Սաղմոս 53:2 Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն, երբ է նայում, երբ դու նեղությունների մեջ ես, այդ նեղությունների մեջ դու կարող է գլուխդ կորցնես, բայց
ներկայություն Աստծո չկորցնես, Աստված սպասում է, վերևից նայում է, երբ որ խելքը գլուխդ հավաքես, կնայես ու կկանչես իրան, ու ինքը պատասխանելու է։ Ասում է վերևից նայում է, կա իմաստուն մեկը, այդ ժամանակ, խառը ժամանակ իմաստություն է մեզ պետք։ Իմաստություն, որ ամեն կապ չունի ինչ դժվարություն է։ Աստծո մոտ անհնարին ոչինչ չկա, ինչքան էլ մեծնի այդ դժվարությունը, դու պիտի հավաքես քեզ ու հայացքդ ուղես դեպի երկինք։ Նայես, կա մի հարց Աստվածաշնչում, որ չի լուծվել։ Եթե այնտեղ լուծվել է, նույն Աստվածա, ինքը չի փոխվել, ժամանակներն են փոխվել, խաղացողները նույնն են, էլի սև սպիտակ են խաղում շախմատի, դարերով եկել է, բայց նորից սատանա ու Աստվածա, սև սպիտակը, բայց մի բան, շարժումները նույնն են, նորից կարող է լինի, կարես հարցդ կլուծվի, չի լուծվելու, լուծվելու է, եթե իմ Աստվածը անեմ, եթե իմ Աստծո վրա հույսս է, իմ Աստծով, ես ամեն բան կարող եմ, եթե իր մեջ ենք և իր խոսքը մեր մեջ է, եթե մենք Աստծո մեջ ենք և իր խոսքը մեր մեջ է, դու պատկերացնում ես, Աստված քեզ պատել է ու ներսից էլ իր խոսքն ա դրել, սերմն ա դրել, դու եթե այդ սերմը քախանում ես, ջրում ես հավատքդ, սերը, եթե դնում ես, ինքը սկսում է ծաղկել ու քո միջից պտուղները կերևա, հավատքի, զորության, իշխանության պտուղները, հաղթության պտուղները կերևա, եթե չէ, այն կմեռնի, որտեղ կողքից տարբեր տեսակ որոններ կհնեն ու կխեղտեն, տարբեր տեսակ խոսքեր, թրջուններ կգան ու կուտեն կետա, իսկ դու կմնաս ցամաք, ես ուզում եմ, թող այդ մշակը գա ու քախանի մեզ, սիրելի մշակ, քախանիր մեզ, մաքրիր մեր ներսը, որ քո խոսքը մեկին հասար պտուղ տա, ու մենք ասենք գրված է, սատանայի ամեն մտքին, գիտեք, սատանան կարա լինի քո հարազատ մեկը, որ քեզ տորնուս կտա հավատքից, կարա լինես նաև դու, որին երբեք շատ դժվար է հաղթելը, դու դիմացինին կարաս կոպտես, բայց քեզ հաղթելը ամենամեծ հաղթությունն է, որ դու քեզ ասես, լսի օսան, հերիք ախեղճանաս, դու Աստված ունես։ Ես հիշում եմ, երբ այստեղ իմ տղան 12 տարեկանում այդ հասունացման հետը վերջում բժիշկները այդ դիագնոզը տվեցին, երբ ինքը հիվանդանոցում պարկած էր, անկեղծ գիտակցությունը կորցրել էր, ինքը խոսում էր, ամեն ինչ անում էր, բայց չէր հասկանում։ Ինքը չէր իմանում ով է ինքը, ինչ չէր ճանաչում, աղջկաս մամա էր ասում, երբ որ ճաշը տալիս է ինքը լափում էր, ոչ թե ուտում էր, բաբերը լայնացած էին, ես նայում եմ ինքը բնական չի երեխեն, որտեղ այստեղ բժիշկները իրան սխալ բուժում էին տվել։ Ինքը 2 օր չէր կերել, հետ էր տվել մենակ, և ասել էին թունավորված է, և մենակ սպաս էի տվել իրան, ասում էին մենակ մածուն տուր, ու երեխի ճնշումն իջել էր, գիտակցությունը կորցրել էր, և բերեցինք երբ որ հիվանդանոցում էինք գիշերվա կեսին, քեզ թվում ապահով տեղ ես։ Բայց ինչ կատարվեց, բժիշկը քնած, սանիտարկեն քնած, բուժքույրները բոլորը քնած, ես եմ ու իմ տղան, ու իմ տղեն մենակ հետ է տալիս, ու չի կարող հետ է թփրտում է։ Եվ Սուրբ Հոգին ինձ ասաց, ջուր տուր, ինչքան կարաս ջուր տուր իրան, և ես ինչ տալիս ինքը ռեֆլեքսորեն ուտում էր չէր հասկանում, ու երբ որ ջուր էի տալիս, սկսեց այդ ջուրը մաքրել, ավելի ու ավելի բաց էր, հեշտ էր հետ տալիս, և երբ որ տղաս քնավ հանգստացավ, իրան սխալ դիագնոզ էին տվել, ասել էին մենինգիտ, հեռու բոլորից և իրանից, որտեղ ես մերժեցի դա, ասել ես չեմ ընդունում։ Եվ ես նստած էի, մենակ գլուխս կախ, անօրենի ձայնը լսեցի, որ ասեց, անտեր ես դու, տերդ մեռած է, ես ոտքի կանգնեցի, այդ պահին ոչ մեկ չկար, որ ասեր, մենակ ես էի, իմ Աստված էր ու հակառակորդը, որ ուզում էր ես պարտվեի, ես կանգնեցի ու մենակ ինձ եմ ասում, իմ տերը կենթանի է, եթե ուրիշը լիներ կասեին գժվել է, ու ես սկսեցի փառաբանել, կա մի անուն երկնքում, այդ անունն է Հիսուս, որ փրկել է մեզ,
այո, ես հավատում եմ, որ դու իմ երեխին փրկել ես։ Եվ երբ որ գնացինք Երևան, այնտեղ երրորդ օրը տղաս այդ 12 տարեկան տղան մի երբ որ ամեն ինչը բժիշկները բան արեցին, որ ոչ մի մինինգիտ չկա, որտեղ ես աղոթել էի, որ ռենտգենը Տերը պիտի անցնի։ Ու Տերը գնաց, ամեն ռենտգեն մաքրված էր, ոչ մի հետք չկար, ոչ մի մինինգիտ։ Եվ տղաս, երբ որ քնից արթնացավ, ասեց, մամ, թուղթ տուր, ասի նկարես, նկարում, որտեղ լավ նկարում այդ տղաս, մենակ ինքն է քաշելից, թուղթը վերցրեց եւ սկսեց գրել, ասեց մի խանգարի, միտքն էի կտրելու, 12 տարեկան տղան գրում է։ Ահա ես հիմա գանված եմ խաչին, արնակամ եմ լինում ձեզ համար գառներ, որպեսի մաքրվեք, սրբվեք, քաղաքը մտնեք երկնային։ Ու երբ որ ես էսի կարդացի, ասի տղես, դու բժշկված ես։ Մենք այդտեղից բժշկված դուրս եկանք, չկա չարիք առանց բարիքի, այդ դիագնոզը պատճառ եղավ ինտեղ են բանակ չգնաց, ճիշտն ասած Արսեն եղբոր աղոթքն էլ կար մեջ է ներդրումը, ես շնորհակալ եմ Տիրոջից, բայց հավատացողի համար։ Եթե հավատաց, եթե ես ընդունեի այդ դիագնոզը, եթե ես ընդունեի այդ ամենը, չէր լինելու։ Ես այսօր շատ էի տանջվելու, բայց ես մերժեցի զուտ նրա համար կարող է որ չտանջվեմ էլ։ Որտեղ այդ երեխին նորից պետք է խոսալ սովորեցնես, այդ երեխին նորից քայլել պիտի սովորեցնես։ Եթե չես ուզում, չի լինի, չես ուզում, չի լինելու։ Եթե մենք իր մեջ ենք, որ իր խոսքը մեր մեջ է, չի լինի, որտեղ քո Աստված, քո զորությունն է։ Երբ գոհանում ես Աստծուն, տալիս է հարցիդ լուծումը։ Դավիթ թագավորը տեսեք պարում էր, չէ՞։ Պարում էր ինքը, ուխտի տապանակի առաջ, թագավորական հագուստը հանած, պատիվը տվել էր Աստծուն, դու ես իմ թագավորը, ինքը հանել էր այդ հանդերձը։ Ինքը ասում էր դու ես իմ թագավորը, ու երբ որ ուրախացած մտնում է տուն, մենք գիտենք մեղքողն ասեց, այո, բայց ով մեղքողի միջից ասեց, Սատանան։ Ինչ փառավոր էր իմ թագավորը ժողովրդի առաջ մերկացել։ Ուզում էր կոտրվավ Դավիթը։ Ոչ, ասեց ես չեմ պարում քո հոր ու աղբոր առաջ։ Ես պարում եմ իմ Աստծո առաջ, որ ինձ ազատել է, քո հորից էլ, Գողիաթից էլ, աղբորիցդ էլ, ամեն ինչից իմ Աստված ինձ ազատել է, առյուծից ու արջից էլ ազատել։ Մենք անում ենք մի բան, որ Աստված մեզ հանել է, ու հանում է, ու հանելույա։ Սաղմոս էսի չկա, ջան, էսի չեն գրել։ Սաղմոս 50-23, հրաշալի Սաղմոս, գողության ընծալ մատուցողը փառաբանում է ինձ, քրիստենք փառաբանում էին Աստծուն, գողությունը ընծայա, դուք եսօր ընծա տվեցիք, չէ, բայց կարա գոհանաք էլ, Տեր ես շնորհակալ եմ, որ դու ես իմ Աստվածը, ու եթե դու ես իմ Աստվածը, ես բանի կարիք չեմ ունենալու, դու իմ զորությունն ու ուժն ես, դու իմ հաղթությունն ես։ Ասում գողության ընծալ մատուցողը փառաբանում է ինձ, եւ ով զգուշանա իր ճանապարհին։ Նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Աստվածին ցույց տվեց Աստծո փրկությունը, ձեզ շատերիդ էլ ցույց տվել, երբ որ շնորհակալություն եք հայտնել Աստծուն, մատուցել Աստծուն, երբ որ գոհություն եք մատուցել, գոհությունը ես չեմ ուզում ասել, դե շնորհակալ եմ, որ իմ երեխան հիվանդացել է, ոչ, գոհությունը դա պատերազմ է, ոչ թե ես ինչ օրն եմ ընկել, չէ, այլ Տեր ես հավատում եմ, որ ես ունեմ մի Աստված, ինձ ես վիճակից հանողն է, իմ Աստված հանողն է, երբ որ ես այդ օրը տուն էի գնում, ճանապարհին գիտեք ինչ եղավ, հենց այդ ընդունարանից եւ դուրս էի գալի, անօրենը ծաղկե պսակ, ցույց տվեց ես էլի եմ էսի պատմել, ծաղկե պսակ թաղման տեղի, եւ ինձ ասաց տղայից տեղից սենց հանելու են, ասի ոչ, եթե ես լինեի հին ուխտից, տղայիս համար գար էի մորթելու, եթե ես լինեմ աշխարհիկ, եթե ես կխնդրեի Տեր բժշկի իմ Տերը, ես քեզ գար կմորթեմ, բայց ես քոնն եմ Տեր, դու մեռել ես ու հարություն ես առել, ու իմ երեխեն քեզանով բժշկվելու է, խոսքը եթե ունենք մեր մեջ, մեր էլի պատերազմա, դու կարաս,
Դու կարաս, որտեղ դու Հիսուսի աղջիկն ու տղեն ես, դու պատվաստված ես իր վրա եւ թույլ տուր այդ մշակը, թող մշակի քեզ, այդ սիրելի հայրը, ես այդպես եմ մշակվել։ Ես մշակվել եմ այս դժվարություններից, որտեղ քաղցր հեշտ ժամանակ, անկողնիդ մեջ պարկած դու չես մշակվի, դժվարությունն է մշակում քեզ։ Գոհությունն ընծայա։ Գոհությունն ընծայա։ Այո, գոհությունն ընծայա։ Գիտեք խի, որովհետև դժվար ժամանակ ուրախ լինել ու փառավորելը, այդ որ ասում են կամի երկինք, գիտեք Սուրբ Հոգին ինչ ասեց, ասեց ճիշտ փառաբանությունն է սա ինձ, հենց այդ ասեց, ու ես ավելի զորացա, այդ ժամանակ որտեղ ես էլ էի խփում կետին, ամբողջ ձեռքերով էլ էի փառաբանում ու ասում էի կամիանում երկնքում, որ կարող է փրկելու էդի Հիսուսը, ու էդի Հիսուսն է իր անունը հենց փրկիչ է կոչվում, փրկիչ, որը ամեն իրավիճակից ինքը ունի շատ անուններ, ինքը ունի Նիսի, Ռոֆե, ամեն տեսակ, ինքը ունի Միկադեշն, ինքը քո արդարությունն է, սրբությունն է, դատավորն է, ինքը քո ամեն ինչն է, քո հաղթության դրոշն է, բայց եթե դու պատվաստված ես իր վրա, եթե դու իր մեջ ես ու իր խոսքը քո մեջ է, այդ ժամանակ կլինի, այդ ժամանակ, մենակ, երբ որ խնդրես ու կլինի, երբ որ դու պատված ես ներսով ու դրսով իրանով, երբ որ խոսքը համ առնում քո մեջ, ինքը մեծ զորավոր ձեռքով քեզ կարող անի, ոչ թե տրտնջալով, Մատթեոս 7:7 եւ 8-ը, էսի կա, բանին եմ ասում, երեխինոր, խնդրեցեք եւ պիտի տրվի ձեզի, մի տրտնջացեք, այլ խնդրեցեք, տրտունջ վեճի, բողոք վեճի, խնդրեցեք ու կտրվի, փնտրեք ու պիտի բացվի ձեզի, Փնտրելը հենց էտա, ներսդ սկսի փնտրել, ոչ թե մենակ աթոռների, սևանների տակ, մի բան ես կորցրել, խնդրի Տեր, որտեղ դրեցի, բայց հետ էլ ման անի, պետք չի խանգարի մանգալը, եւ Տերը տանում կանգնացնում է գլխին, որովհետեւ ով որ կխնդրի, կառնի, եւ ով որ կփնտրի, կգտնի, եւ ով որ դուրը կզարկի, եսի արդեն էլ ավելին է, այն որ ասում է կամյանուն, այետի այդի, դուրը զարկելն է, ու Տերը բացում է, Տերը բացում է, երբ որ դու ծափահարում ես, երբ որ դու փառաբանում ես, երբ որ չկա շուրջդ այդ ամենը, բայց դու հաղթում ես, Տերը տալիս է։ Աստված Իսրայելի համար մեծ ծով ճեղքեց։ Ծովերը ճեղքվեցին, քարի նման ամեն կողմը կանգնեց, պատկերացնում եք ծովերը ժայռի նման կանգնեն, որ Իսրայելը անցնի, պարիսպի նման կանգնան այդ ջրերը, ցերեկ ամպի սյունով, գիշերը կրակի սյունով առաջնորդում էր ամեն օր, Աստծո ներկայությունը միշտ իրանց վրա էր, ժայռը պատրեց ջուր հելան մեջից, գետի նման այդ ջրերը հոսում էին, բայց բողոքեցին, մեղանչեցին, Իսրայելազգը սկսեց մեղանչել։ Դառնացրին Աստծուն իրանց սրտերում, ինչի համար սոված էին, կերակուր էին ուզում, ախորժակները բացվել էր։ Եվ ասացին, միթե Աստված, ես Սաղմոսից եմ գրել, դրա համար եմ կարդում, միթե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում, կասկած, հա անապատում մեզի սեղան է պատրաստելու, միթե ջրի պես, որ ջուրը ժայռից հանեց, այդպես էլ սեղան է պատրաստելու։ Եվ սրա համար խիստ բարկացրին Աստծուն, ու չհուսացին իրեն, Աստված բացեց երկնքի դռները, փառք Տիրոջը, եւ մանանա թափեց անձրևի նման, հրեշտակների կեր, մարդը հրեշտակների հաց կերավ,
Աստված արևելյան քանի հանեց եւ միս թափեց փոշու պես։ Դուք պատկերացնում եք, մենք ապրում ենք Փոշոտ քաղաքում։ Մի հատ մեքենա որ անցնում է, դեմը չես տեսնում արդեն, մանավանդ մեր փողոցը որ քանդած է։ Մարախուղանում, այդ տեսակ միս կա։ Թրջունները եկան, ու իսրայելացիք միսնել կերան, հացնել կերան, բայց այդ ամենը դեր բերաններում կասկածեցին, որ ամեն օր կտա, ու պահեցին ու չորացրին, ու բարկացրին Աստծուն, իրանց կասկածով, ու Աստված իրանց պարարտներին սպանեց։ Պատկերացնում եք, Աստված անում է, եթե մարդ չի գոհանում, չի էլ գոհանա։ Այդքան բան Աստված արեց իրանց համար, իրանք չգոհացան։ Աստված սիրում է, երբ վստահում ես իրան։ Աստված սիրում է, երբ կանչում ես իրան, բայց ոչ թե բողոքում ես։ Եկեք չարացի նման չպահենք մեզ, այլ գոհանանք, որտեղ մեր Աստված տալիս է։ Դժվարություն կա, կպի իրան, կանչի իրան։ Գոհության ընծա մատուցիր Աստծուն եւ կանչիր եւ կատարիր քո ուխտերը։ Էսի չկա գանձես։ Սամոս 50:14-15-ն է։ Քո ուխտերը բարձրյալի առջև կատարիր։ Կանչիր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, ու դու կփառաբանես ինձ։ Ինչ կանես? Կփառաբանես։ Ինչ կանես? Կկանչես իրան։ Երբ նեղության օրը։ Երբ որ նեղության օրը դու կանչում ես ու ոչ թե տրտնջում ես, դու Տիրոջ ձեռքը երկարացնում ես դեպի քեզ։ Բայց եթե բողոքում ես, դու այդ երկարացրած ձեռքը, որ պարզել է, որ պիտի դա անկարող ես անում։ Չես նայում, չես վերցնում, բայց ինքը տվել է։ Դու չես առնում։ Կանչիր եւ ոչ թե բողոքիր։ Հովանու 5:1-ում ասում է, ես եմ ճշմարիտ որդը։ Եթե հայրը մեր մշակն է, եկեք թույլ տանք, որ այդ մշակը իսկապես իր գործը ճիշտ անի, մշակի, որ մենք իրան հավատարիմ ճյուղեր լինենք եւ ոչ թե մեռած ճյուղեր։ Որովհետեւ եթե խոսքը մեր մեջ է, մենք անգիր մարդիկ կան, չի ասում քանի համար անգիր գիտես, ես այսքան գիտեմ։ Ես այդքան համարում ապրում եմ, բայց չգիտեմ որտեղ է դրած մեծամասնությունը, բայց դրանք իմ մեջ կյանք են։ Ես ապրում եմ դրանով։ Կարող է 20 հատ, 1000 հատ համար անգիր իմանաս որը որտեղ է, բայց ուղղակի անգիրի համար, որ ապացուցես գիտես, դա կրոնը։ Երբ որ կրոնը մտավ քրիստոնյա աշխարհի մեջ, հավատքը սկսում է մեռնել։ Եվ մի անգամ մի առիթով Թոմաս Ագուինասը, որը շատ հոգևոր մարդ է եղել, այցելում է Հռոմի պապին իր պալատի մեջ։ Պապը տանում է իրեն այն սրահը, որտեղ ոսկիներով ու արծաթներով լցված մի սեղան կա, եւ ուրախանում է, որ ոսկի ու արծաթ ունի, մեծ ձեռքբերումների է ասել։ Ահագին հարուստ է եկեղեցին եւ ասում է. Այլևս չենք կարող ասենք, որ ոսկի ու արծաթ չունենք։ Պողոս Առաքյալի թղթերի մեջ որ կա, չէ՞, գործ Առաքելոցի։ Հա։ Բայց ինչ ասում, Ագուինասը, ասում է, բայց չես կարող ասել, վեր կաց ու քայլիր։ Կարող է ոսկի չունենաս, բայց հավատք ունես։ Կարևորը Աստված ունենք։ Եթե դու ունես իր ներկայությունը, փողներ կունենաս, ոսկիներ կունենաս, բայց ինչի համար ես ունենալու այդ ամենը, հարցը այդ է։ Դու լացում ես ինձ մեքենա է պետք, դու լացում ես ինձ տուն է պետք, դու լացում ես փող եմ ուզում։ Աստված ասում է կտամ, այնքան կտամ, մինչև քթիցը թլի, ոնց անապատի մարդկանց էր ասում, բայց ինչի ես ուզում, որ քշես գնաս գծի մոտ մի պոեզը գախփի, ինչի ես ուզում։ Որ թիթիզանաս, ճռցնես այդ մեքենան, ոչ, կոպիտ ասած, ոչ, ես ուզում եմ այդ մեքենան, որ ծառայի քեզ, ես ուզում եմ այդ տունը, որ իսկապես ծառայի քեզ, ես երեխաներ եմ ուզում, որ ծառային քեզ, ես ֆինանս եմ ուզում, որ այդ ֆինանսով քեզ ծառայեմ, որովհետև իսկապես, քո Տեր Աստծուց, բացի ուրիշ ոչ մեկին մի պաշտի։ Ես չեմ սիրում հանձնվել, ես սիրում եմ հաղթել,
Դավիթն էր սիրում հաղթել։ Նրա մոտ ճիշտը ճիշտ էր։ Եթե ինքը ճիշտ էր, փառաբանում էր։ Եթե սխալ էր, ինքը խոնարհվում էր Աստծո առաջ ու ներողություն էր խնդրում արցունքներով։ Սաղմոս էս էլ չկա գանց։ Սաղմոս 41:4-ը երկողների գլխավորին Դավիթի սաղմոս, սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը, ինչքան երկար է սպասել, սպասելով սպասեցի, այն օրը Նելիքուրը քույրականով սպասելով էր խոսում, սպասելու մասին էր խոսում, Դավիթը սպասելով սպասում էր, եւ նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը, Աստված, ինձ հանեց կորստի հորից, տղմոտ ցեղից, Դավիթը մի կյանք ուներ, որը ոնց որ ճահիճի մեջ էր, ու ինքը աղաղակում ու Տերը հանում է իրան տեղից, ու որտեղ է դնում, ոտքերս կանգնացրեց վեմի վրա, հաստատության վրա, ու քայլերս հաստատում դարձրեց, երբ որ դու սպասում ես ու կանչում ես, եւ նոր երկ դրեց իմ բերանում, իմ Աստծո օրհնությունը, շատերը պետք է տեսնեն եւ վախենան, եւ իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։ Այսօր մենք այդ շատերն ենք, տեսել ենք, վախեցել ենք ու հույսներս դրել ենք իր վրա։ Երանի այն մարդուն, որի հույսը դարձնում է Տիրոջը եւ չի հետևում ամբար տավանների, ստության հետևողների։ Երանի այդ մարդուն, որ իր հույսը դնում Աստծո վրա, որ սխալ ճանապարհների մեջ չի գնում։ Եթե մենք որպես ճյուղեր պատվաստված ենք Աստծո վրա, մեր հույսը ինքն է, ինքը մեր արմատն է։ Ժամանակն Աստծով ցնցալու։ Եվ Հիսուսը կբժշկի քեզ, կազատի քեզ ամեն դժվարություններից, եթե քո հույսն է Աստվածը։ Սաղմոս 40:16-ը կա գանձս։ Թող քեզանով ցնցան եւ ուրախանան բոլոր նրանք, ցնցան եւ ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ։ Փնտրում են եւ ոչ թե տրտնջում ու բողոքում։ Քո փրկությունը, սիրողը թող միշտ ասեն։ Ինչ? Այո, մեծ է փառքը Տեր, թող բոլոր քո փնտրողները, քեզ սիրողները, քեզ կանչողներն ասեն, քո փրկությունը սիրողներն ասեն, մեծ է փառքը Տեր, մեծ է փառքը Տեր, սիրում ես Աստծուն, ասա մեծ է փառքը Տեր, նեղություն ունես, ասա մեծ է փառքը Տեր, դու կարաս ազատես։ Գիտեք, սովետի ժամանակ փառքը, պատիվը տալիս էին Լենինին, տալիս էին աշխատավորին, Օլգայի ասած այդ մեկը չէի հիշել, տալիս էին ՍՄԿԿ-ին, որ մեկ էլ ՄԿԿ-ին ասում, բայց ոչ Աստծուն, ոչ Աստծուն, բայց այսօր այդ ՍՄԿԿ-ն չկա, աշխատողը կա, բայց Լենինը չկա, բայց Աստված կա, մեր Աստված կա ու մեծ է իր փառքը, մեծ է իր փառքը, հալելույա, ալելույա, մեր Աստծուն։ Մի օր անատոմիայի ժամին դասարանցիներով որոշել էինք, երբ որ դարվինիզմ էինք անցնում, մեր շատ սիրելի ուսուցչուհի էր, մեր համար երկրորդ մամա էր, մենք բոլորս գլխից դուրս սիրում էինք իրան, Դարվինիզմ պիտի պատմեր մեզի եւ որոշել էինք դասատուին հակառակ ասեինք, որ Աստված է ստեղծել մարդուն, ոչ թե կապիկը։ Մեր կապիկից չենք առաջացել։ Դասատուն բարկացավ, բայց գիտեինք, որ ինքն էլ է հավատում։ Բայց դե աթեիզմ էր, չէր կարա վերաբիզ վերցնել։ Գնաց դիրեկտորին կանչեց Շահյանի, եւ Շահյանը եկավ։ Երեխաները բոլորը վախեցան, ոչ մեկ ոտի չկանգնեց։ Ես եւ մեր դասարանի
մի հատ խռով տղա կար, երկուսով կանգնեցինք ոտի։ Ասեց ով են այն աշակերտները, որոնք ասում են Աստված աստեղծել մարդուն, հելա կանգնանք։ Դե Շարդյանը ճանաչում էր մեզ, գլուխը կախեց ծիծաղած, ասեց անցավ գնաց, հելավ գնաց դասատուն, ոչ մեկ ոչ մի բան չասեց, դասի վերջում ուսուցչուհու որդին մեր դասարանից էր, եկավ ինձ ասեց, մեր չեք պատկերացնում, որ քո նմանը տենց հետամնաց բանի կհավատա։ Ասի հետամնացը դու ես, անցավ տարիներ ես, վերջել իրան երբ որ հանդիպեցի, ասի բարև, ոնց ես, ասեց փառք Աստծո։ Ամեն բան անցնում է, քո մտածելակերպը, բայց Աստված մնում է նույնը, մեծ է քո փառքը Տեր։ Մեծ է մեր Աստծո փառքը։ Ամեն։ Ով զորաց Տեր, երանելի է քեզ հուսացող մարդը, Սաղմոս 84:12-ն այդի չկա գրած։ Ասում զորաց Տեր, երանելի է քեզ հուսացող մարդը։ Երանելի է։ Երանելի ես դու, որ հույսը Աստծո վրա ես դրել։ Ոչ թե այն մտքերի, որ գալի խանգարում է քեզ ու ասում է չես այս հարցը չի լուծվելու։ Եվ վերջինը Սաղմոս 37, հետի կա 4-5-ը։ Տիրոջով ուրախացիր, եւ նա քո սրտի ուզածը կտա քեզ։ Ուրախացի Աստծով, եւ նա քո սրտի ուզածը տալու է քեզ։ Տիրոջը հանձնիր քո ճանապարհները եւ վստահիր նրան։ Նա ամեն ինչ կտնօրինի։ Ասա մեծ է փառքը Տեր։ Մեծ է փառքը Տեր։ Հալելույա։ Շնորհակալ եմ քեզանից Տեր։ Այսքանը։ Տեր նորմի։ Եթե դու ճշմարիտ որդատունկ ես։ Որդատունկը ինքն է։ Եթե դու ճուղն ես ու հաստատված ես իր վրա, ուրեմն պտղատուն կլինես։